Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք պատմաբան, քաղաքական մեկնաբան, իսկ այժմ արդեն Լուսավոր Հայաստան կուսակցության պատգամավորի տեխնացու Կարպիս Փաշոյանի հետ ողջունում եմ, պարոն Փաշոյան։ Բարև ձեզ։ Սիրելի Կարպիս, կարելի է այդպես ես ձեզ անվանեմ, որովհետև մենք գոլեգաներ ենք եղել միշտ։ Եվ ես մեծ սիրով եմ։ Ձեր փորձը թույլ է տալիս ինձ ոնց ուզեք անվանեք։ Ոնց ուզեմ չէ, սիրելի Կարպիս։ Ես գիտեմ, որ վատ բան չեք ասի դուք։ Սիրելի Կարպիսը ասում է հետևյալը, եւ Էդմոն Մանուկյանն է ասում, քանի որ Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ ղեկավարը Էդմոն Մանուկյանն է։ Բռնվեք գալիս ենք, ասում եք դուք, գալիս եք, որ ինչ անեք։ Դե դա կիսա հումորային ձևակերպում էր։ Դրա համար էլ ես այդպես սկսեցի։ Ինչ նկատի ունենք, որ բերում ենք օրակարգ, որը խաթարելու է քաղաքական դաշտի հարմար կոմֆորտ կյանքը։ Ասում եք շատերի խաղաքարտերը խառնելու ենք, խառնվելու են։ Այս հարմար դեգրադացված այլասերված խաղի կանոնները ուզում ենք փոխել։ Դրա համար ասում ենք բռնվեք։ Որովհետև չի կարելի այսպես շարունակել, չի կարելի այնպես ապրել, որ կարծես թե ոչինչ չի եղել, ապրել այնպես, որ կարծես թե Արցախ չի եղել, ապրել այնպես, որ կարծես թե մեր իրականությունում հիմա ցեղասպանության հիշողությունը չի պղծվում։ Մենք ասում ենք բռնվեք, չի կարելի այդպես ապրել։ Ոչ թե ձեր գալով եք դուք ինչ որ նոր բան բերելու, ասում եք դուք։ Խոսքով մեր օրակարգով եւ իսկապես գլուխ գովալ չլինի, մեր օրակարգը տարբերվում է։ Չեմ ասում լավն է, չեմ ասում վատն է, չեմ ասում բացառիկ կոպեռնիկյան հեղափոխություն ենք անում, չէ, խոսում ենք ակնհայտի մասին, այն ակնհայտի, որի մասին չեն խոսում, կամ առնվազն այդ ակնհայտը, որը ամենակարևորն է մեր կարծիքով, լղոզվում է անկարևորի տիրապետության պայմաններում։ Դե հիմա փորձելու եմ իհարկե ողջել թե կարևորը որն է, ինչ եք բերելու, ինչ եք ասելու։ Դուք ասում եք, մի քանի ձեր ձևակերպումներից վերցնենք եւ փորձում եմ, խնդրելու եմ, որ դուք բացեք։ Սա սովորական ընտրություններ չեն, ասում եք դուք, ինչն է անսովոր։ Դուք ասում եք, առաջին պլանում այն հարցերը չեն, որը պետք է լինեն, որ հարցերը պետք է լինեն ըստ ձեզ առաջին պլանում։ Եվ դրանից հետո դուք ասում եք, եթե ընտրություններին մենք չհաջողենք, լրագրողներից մեկի հարցին դուք ես ձեր հարցազրույցներից մեկից եմ վերցրել իդեպ շատ ինձ դուր եկավ լրագրողի եւ ձեր Լիլիթին ողջույններ Լիլիթին ողջույններ ինձ համար նորություն էր ես նոր տեսա իր աշխատանքը եւ շատ ուրախացա որ այդպիսի լրագրողներ արդեն սկսում են աշխատել եւ այսպես սա սովորական ընտրություններ չեն ասում է Փաշոյանը որ հարցերը պետք է լինեն առաջին պլանում եւ դուք ասում եք եթե ընտրություններով չհաջողվի հասնել մեր նպատակներին մենք շարունակելու ենք պայքարը 3 հարց սովորական ընտրություններ չեն ինչն է անսովոր այս ընտրությունները մեր քաղաքական համակարգը շարժվում է սխալ ճանապարհով ինչպես միշտ երբ մոտենում են ընտրությունները այդ այլասերված բարքերից խաղի կանոններից ելնելով իհայտ են գալիս այդ կեղծ խոստումները, կեղծ ծրագրերը, մարդկանց այդ խոստումներով կաշառելու փորձառությունը, այն դեպքում երբ որ մեր երկիրը իսկապես եւ մեր ժողովուրդը, մեր ազգը կանգնած են լրջագույն մարտահրավերների առաջ եւ ինչու այս ընտրությունները սովորական չեն եւ չեն կարող համեմատվել մնացյալ ընտրությունների հետ որ եղել են մեր պատմության ընթացքում սրանք ընտրություններ են Հայաստանի ինքնիշխան պետություն լինել չլինելու մասին սրանք ընտրություններ են Հայաստանը հայերի պետություն լինել չլինելու մասին դրա համար մենք առաջնային պլան ենք մղում ամենաառանցքային հարցերը որոնք հիմա հարվածների են ենթարկվում իշխանության Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի իշխանությունների Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից առաջին հերթին մենք առանձնացնում ենք ցեղասպանության հարցը Ղարաբաղյան շարժումը հայ առաքելական եկեղեցին որը հիմա դիվերսիայի է ենթարկվում իշխանությունների կողմից իշխանությունը փորձում է կազմաքանդել հազարամյա այդ ինստիտուտը այսինքն մենք փորձում ենք պաշտպանել բոլոր այն կառույցները որոնք հային դարձնում են քաղաքական հայ այսինքն քաղաքական ազգ եւ անհրաժեշտություն են ստեղծում ձևավորել պետություն եւ ունենալ
Հայաստանի Հանրապետություն։ Այս պետություն ունենալը ինքնանպատակ չի։ Հազարավոր ժողովուրդներ կան, որ պետություն չունեն։ Պետքա լինեն, գտնվեն, սահմանավորվեն այնպիսի գաղափարներ, որոնք ի հայտ են բերում պետություն ունենալու անհրաժեշտություն։ Պատահական չի, որ հայերը պետություն ունեն եւ սխալ է այն պնդումը, մոլորություն է այն պնդումը, որ թե այս պետությունը օդից է ընկել մեր գլխին։ Սովետը փլվել է, մենք անկախացել ենք։ Հենց այնպես չէ, հենց այնպես որևէ մեկը անկախ պետություն չի ունենում եւ պետքա լինեն սնող գաղափարներ, պետքա լինի ինչ-որ մի միտք, ինչ-որ մի բառ, ինչ-որ մի գաղափար, որը առաջացնում է այդ պայթյունը։ Եվ հիմա մենք դիտարկում ենք որպես այդ միտք, գաղափար, բառ, որպես այդպեսին վերհիշալ արժեքները, ցեղասպանության հիշողությունը, Ղարաբաղյան շարժումը, որպես հայ ժողովրդի հաղթանակի օրինակ, հայկական զենքի հաղթանակի օրինակ, ինչը շատ կարևոր է, եւ հայ առաքելական եկեղեցին, որը մեր համոզում է մեր պետության արևելը Հայաստանում պետություն ունենալու փայատերերից մեկն է։ Սա սյուներ են, հա, դուք արժեքներ, սյուներ, որը դուք գալիս եք պաշտպանել։ Ես ասում եմ, այս իշխանությունը հիմա կեղծ խոսում է քաղաքական ինքնության մասին, իսկ մենք ասում ենք, որ չի լինում քաղաքական ինքնություն, ինքնիշխանություն առանց մշակութային ինքնիշխանության։ Սրա կողքին կան նաև ռազմականը, տնտեսականը, բայց իմ համոզմամբ ամենակարևորը մշակութային ինքնիշխանությունն է։ Եվ պատահական չի, որ հայ ժողովուրդը ապրելով տարբեր կայսրությունների կազմում չի տարալուծվել, շարունակել է մնալ որպես հայ եւ վերարտադրվել եւ հետագայում ստեղծել անկախ պետություն։ Եվ դա տեղի է ունեցել մշակութային ինքնիշխանության շնորհիվ։ Մենք դրա շնորհիվ ենք կարողացել վերարտադրվել ռուսական կայսրությունում, Օսմանյան կայսրությունում, դրանից առաջ թուրքմենական ցեղերի, կարակոյունների եւ ակոյունների տիրապետության պայմաններում։ Սա որտեղից է ամեն ինչը։ Սա հիմքն է։ Հիմքն է այդ մշակութային ինքնիշխանությունը, որի կենտրոնում նաեւ հայ առաքելական եկեղեցին է։ Պետության կայացած պետության կամ պետականաշինության հիմքն է, հա։ Այո, եթե գանք եկեղեցու թեմային 1441 թվականին կաթողիկոսությունը չտեղափոխվեր Էջմիածին, ամենայն հավանականությամբ Արարատյան աշխարհը դժվար թե լիներ հայկական քաղաքական կյանքի կենտրոնատեղի, որովհետև ինչ պատճառներով եւ աղետալի պատճառներով մեր բուն հայրենիքը, Արևելը Հայաստանը, այլևս դադարել էր հայերի հայրենիք լինել, հայերը շատ քիչ էին ապրում, հատկապես Շահ Աբբասի բռնագաղթից հետո այստեղ հայ չէր մնացել, Սյունիքում եւ Արցախում մնացել են, բայց Արարատյան դաշտը դադարել էր լինել հայկական։ Եվ այդ 15-րդ դարում եկեղեցու կաթողիկոսական աթոռի վերադարձը Արարատյան դաշտ մեզ շանս տվեց, որ մենք այստեղ սահմանավորենք քաղաքական կյանք։ Բարի, գիտեք, ուզում եմ ձեր կարծիքը լսել Փաշինյանի ապրիլ 24-ի ուղերձում արտաբերած։ Հա կներեք, ես վերջացնեմ միտքը, եւ հիմա այս ամեն ինչը հիմա անտեսվում է, որ ցեղասպանության հարցը կասկածի տակ է դրվում, պղծվում է Ղարաբաղյան շարժումը եւ առաջնային պլան են մղվել, չգիտեմ, 10,000 դրամով թոշակները բարձրացնելու հարցը, 300,000 աշխատատեղեր, չգիտեմ։ Դե սա հենց այն երկրորդ հարցն է, որ հարցերը պետք է լինեն առաջին պլանում, սա ձեր։ Ես միշտ ասում եմ, ուրանալով ցեղասպանության հարցը, ուրանալով մեր անցյալը, դուք լավ չեք ապրելու։ Միշտ հիշեք, որ ամենալավը դուք կարող եք ապրել, օրինակ, չգիտեմ, ամենաշատ թոշակ ձեզ կարող է տալ Ալիևը։ Հետո դրանով է որոշվում։ Այսինքն չի կարելի բարեկեցության գաղափարը, ինչը շատ կարևոր է, հակադրել ազգային արժեքներին, որտեղ միշտ մեկ այլ տեղում կարելի է ավելի բարեկեցիկ ապրել։ Բայց ինչ ենք մենք ապրում այստեղ եւ կոչվում հայ, հայաստանցի, Հայաստանի քաղաքացի։ Եվ այսպես առաջին պլանում դուք ասում եք 10,000 դրամը չի, անգամ աշխատատեղը չի, այլ ազգային հարցերը, ազգային սյուները, որոնք հիմա իսկապես չափազանցություն չկա, ոչնչացվում են, հետևողական ձևով տապալվում են։ Եվ այդ ամեն ինչը պետք է պաշտպանել, ապահովելով, մենք ծանր հարվածներ ենք ստացել, ակնհայտ է, որ մեր կյանքը առաջվանը չի լինի, ակնհայտ է նաև, որ մենք պետք է փորձենք վերականգնվել եւ գնալ ռենեսանսի, այդ ռենեսանսի process-ը մենք անվանում ենք հետաքրքիր տերմին ենք վերցրել ֆուտբոլի ռեմոնտադա, վերականգնում, այսինքն Հայաստանի հզորության
վերականգնում, վերադարձ մեր ակունքներին, մեր հզորության վերականգնում, որպեսզի մենք դուրս գանք այս ստորացման, նվաստացման շրջափուլից եւ հասկանանք, որ պետությունը պետք է պաշտպանվի, պետությունը պաշտպանելու համար չի կարելի խաբվել այդ կեղծ խաղաղության գաղափարներով, անհրաժեշտ է պայքար, անհրաժեշտ է տքնաջան աշխատանք եւ ամենևին էլ ես չեմ խոսում վաղը Ադրբեջանի հետ պատերազմելու մասին։ Այդ մանիպուլատորները հիմա կգան կասեն դուք բան ինչա պատրաստ եք ուզում, չէ, մենք խոսում ենք պայքարի մասին։ Դուք ասացիք կեղծ խաղաղություն։ Այս խաղաղությունը իսկապես կեղծ է, որովհետեւ Թուրքիան եւ Ադրբեջանը հաղթելով մեզ ռազմաճակատում, հիմա մեր դեմ պատերազմում են կեղծ խաղաղությամբ, այսինքն նրանք գործի են դրել փափուկուշ, գործի են դնում փափուկուշ եւ մշակութային էքսպանսիա եւ փորձում են կեղծ նարատիվներով ոչնչացնել մեր իմունիտետը, մեր այդ ամբողջ դիմադրողական համակարգը, նաեւ մեր իշխանությունների շուրթերով։ Ես այս վերջերս գրել էի, որ եթե խոսում ենք ռուսական հիբրիդային պատերազմի մասին, դա թողնենք։ Միգուցե կա այդպիսի բան։ Իսկ Թուրքիան եւ Ադրբեջանը հիբրիդային պատերազմը Հայաստանի դեմ արդեն իսկ ավարտին են հասցնում, որովհետեւ նրանք կարողացել են Հայաստանում գեներացնել եւ տարածել այնպիսի գաղափարներ, որ արդեն մեր ժողովուրդը սկսի կասկածել իր ճանապարհի, իր ուղու ճշմարտացիությանը։ Ահա։ Այսինքն նրանք հասնում են նրան, որ մեր ժողովուրդը սկսի աշխարհին նայել թյուրքական ակնոցներով, օրինակ հիմա այդ թեմաները անդադ քննարկման առարկա են դառնում, բայց իրականում չպետք է դառնային։ Արդյոք մենք պետք է ապստամբեինք Օսմանյան կայսրության դեմ։ Արդյոք մենք չենք մեղավոր, որ ցեղասպանվել ենք։ Արդյոք պետք է մենք ապստամբեինք խորհրդային բռնապետության դեմ, չէ որ Ղարաբաղյան շարժումը KGB-ի հրահրասներ, բայց այսպիսի սրբապիղծ նարատիվներ եւ այդ ամեն ինչը հետևողական փափուկ ուժի։ Ես այս մեջբերումը ներկայացնեմ ուղերձից Փաշինյանի, որը շարունակություն է այն մտքերի կամ այն թեմայի, որը դուք բարձրացրեցիք։ Մեր գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակած հայոց պատմության հատորյակում հղում է անում Փաշինյանը այդ հատորյակին հիմնավոր կերպով արձանագրված է, որ Մեծ Եղեռնը այլոց թվում հայ ժողովրդին միջազգային խարդավանքների մեջ ներքաշելու գործելակերպի հետևանքն է։ Ես խնդրելու եմ, որ դուք որպես պատմաբան ասեք ինչ նկատի ունի գիտությունների ազգային ակադեմիայի հեղինակները, այդ գրքի հեղինակները եւ Նիկոլ Փաշինյանը, որ մեջբերում է դա, եւ այսպես Մեծ Եղեռնը այլոց թվում հայ ժողովրդի միջազգային խարդավանքների մեջ ներքաշելու գործելակերպի հետևանք է, գործելակերպ որը մեկնարկեց 19-րդ դարի կեսերից եւ իր ողբերգական կուլմինացիային հասավ 1915 թվականին։ Դա մեծ տերությունների գործոնը իհարկե կա։ Դա չեն կարող հերքել, բայց ժողովրդական լեզվով էլ ասեմ, հայ խայսյաթա իր բոլոր խնդիրները հասցեագրել մեծ տերություններին։ Հայ իսկապես կա հայկական հարցը, արևելյան հարցը, որը ծագեց 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի հետևանքով մեծ տերությունները Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Գերմանիան արևելյան հարցը, հայկական հարցը օգտագործում էին Օսմանյան կայսրության վրա իրենց ազդեցությունը տարածելու, տնտեսապես թալանելու եւ գաղութացնելու համար։ Իսկապես կա եւ դա առաջացնում էր կոշտ դիմադրությանը Օսմանյան կառավարության եւ այդ կոշտ դիմադրությունը հաճախ փոխակերպվում էր բռնություններով, ջարդերով եւ այլն։ Մեծ տերությունների գործոնը կա, բայց նաեւ մենք պետք է հասկանանք ինչի համար է ի վերջո եղել ցեղասպանություն։ Ցեղասպանությունը եղել է նրա համար, որպեսզի հայերը, որ իրանք կարողանան փրկել Թուրքիան, այսինքն Օսմանյան կայսրության ազգայնացման, փլուզման հետևանքով է, երբ որ ունիվերսալ կայսրությունը սկսում էր պետքա փոխակերպել արդեն ազգային պետության, իսկ այդ ազգային պետությունում այդ կայսերական ունիվերսալիզմը բազմազգ, տոլերանտ միջավայրը չէր կարող լինել, հատկապես որ էթնիկական խմբերից մեկը հայերը բավականին մեծ թիվ էին կազմում, ազդեցիկ էին եւ ինչ որ մի օր գնալու էին անկախության
Հետևից ես վստահ եմ, եթե ցեղասպանությունը չլիներ, ցեղասպանության հետևանքով ինչ ա եղել, մեր ազգի 70%-ը ոչնչացել է։ Մեր մշակույթի եւ մեր պոտենցիալի առյուծի բաժինն է ոչնչացել։ Եթե այդ պոտենցիալը ոչնչանար, Արևմտա Հայաստանում ստեղծվելու էր անկախ Հայաստան։ Եվ հավանաբար, չգիտեմ, ես Արևել Հայաստանը եւ Արևմտյան Հայաստանը միասնական պետություն կլինեին թե չէ, բայց այնտեղ հայերը կլինեն եւ լուրջ գործոն կդառնային։ Կենտրոնացած ընդ որում, հա, իսկ այսպես ծրվեց ամբողջ ներուժը։ Այո, դրանք շատ կենտրոնացած ուժեղ համայնքներ էին փողով կռվելու եւ դիմադրելու ունակությամբ։ Այստեղ իրանք այդ խնդիրն են չեզոքացրել իրենց համար, ոչնչացրել են, որպեսզի Անատոլիայում անկարծ արևելյան գավառներում ուժեղ հայկական պետություն չստեղծվի, բայց ստեղծվելու էր, եթե այդ ցեղասպանությունը չլիներ, եւ իրանք ուղիղ դրա մասին խոսում են։ Ինչով են հայերը, տեսեք դուք ասում եք հիբրիդային պատերազմ են թուրքերը եւ ադրբեջանցիները անցկացրել եւ համարյա հավարտին են հասցրել, ճիշտ է, դուք այդպես ասացիք, եւ ասացիք մի շարք կասկածներ են ուրեմն առաջացրել, հայը սկսել է կասկածել, որովհետեւ իրեն անընդհատ տարբեր ուղղություններից նախատում են։ Հարցերից հարցը շատ ներողություն եւ հերոստատիտողներին, մեծ լսողներին եւս ներողություն եմ խնդրում, բայց այս հարցը հենց այդպես պետք է ձևակերպեմ։ Ինչով էր մեղավոր հայը, որ իրեն սպանեցին։ 15 թիվ եղավ։ Դրան նախորդած շրջանը։ Ինչով էր հայը մեղավոր։ Գուցե հայն էր մեղավոր։ Իսტორից ներողություն եմ խնդրում։ Շքրիտ հարց եք տալիս, պետք չի ներողություն խնդրել։ Այդ հարցն են դրել մեր առջև արդեն։ Հայը մեղավոր չէր։ Գիտեք, հաճախ հիմա 44-րը մի քիչ հեռուն գնամ, հա, հեռվից պատասխանեմ ձեր հարցին։ 44-րը պատերազմից հետո հաճախ մեր պարտությունը համեմատում են նացիստական Գերմանիայի եւ Ճապոնիայի պարտությունների հետ, ասում են, այ օրինակ տեսեք, այդ երկրներն են կապիտուլացվել, ես չեմ կարծում, որ մենք կապիտուլացվել ենք, բայց ինչևից է, եւ վերա իմաստավորել են իրենց ինքնությունը եւ կարողացել են զարգանալ, բայց սա ադրբեջանական քարոզչությունը, ադրբեջանական ռոպագանդան, թուրքական ռոպագանդան սնող օրինակ է, որովհետեւ նացիստական Գերմանիան եւ Ճապոնիան հանցագործ պետություններ էին, մարդկության դեմ հանցանքներ էին գործել, շովինիստական էին, հակասեմիտ էին, չգիտեմ, եւ մարդկանց էին սպանել, ագրեսիվ էին, այո, անցնենք, բայց Հայաստանը արդյոք հանցագործ պետություն էր։ Հայաստանի բոլոր պահանջները, Հայաստանի հայ ժողովրդի պայքարը դա արդար միջազգային իրավունքին համապատասխան պայքար էր։ Այսինքն կոռեկտ չի մեզ համեմատել նացիստական Գերմանիայի եւ Ճապոնիայի հետ եւ մեր պարտությունը նույնացնել իրենց հետ։ Այսինքն մենք պայքարել ենք այնպես, ինչպես որ պայքարում են մոլորակի մյուս ժողովուրդները հանուն այդ բարձր գաղափարների, հանուն իրավունքների։ Ինքնապաշտպանվել ենք։ Նաև եթե ցեղասպանությունը նկատի ունեն տվյալ դեպքում ցեղասպանությունը, բայց հետո գալու ենք եւ Արցախը տեսնենք, որովհետեւ նրանք նույնականացնում են այդ գործողությունները։ Դա իհարկե մեկը միշտ շարունակությունն է հայերին տարածաշրջանից դուրս մղելու պետք է տամ, ինչու էին մեղավոր արցախցիները, որ այդպես եղավ։ Արցախցիները կամ հայերը մեղավոր չէին, մեղավոր էին այնքանով, որ ուզում էին ապրել ազատ, անկախ եւ հայկական միջավայրում պաշտպանված, էլի նորից պաշտպանված ապրել։ Որովհետեւ տեսեք, եթե Օսմանյան կայսրությունը չփլուզվեր եւ շարունակեր մնալ որպես կայսրություն, հայերը այնտեղ նորից կապրեին։ Օսմանյան կայսրությունը կամ Օսմանյան կայսրության գաղափարաբանությունը չէր ենթադրում քրիստոնյա ժողովուրդների ոչնչացում, դա խալիֆայությունն էր եւ մնացյալ բոլոր համայնքները կրոնական էին, այս կամ այն սահմանափակված իրավունքներով, բայց այնուամենայնիվ կյանքը շարունակվում էր, չէ՞։ Այս վերջերս ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան այդ հարցազրույցը մարել եւ ես բոլոր հարցերին մասնագիտական տեսանկյունից մանրամասն անդրադառնում եմ, բայց ես էլ իմ կողմից ասեմ, բայց ցեղասպանությունը եղավ այն ժամանակ, երբ որ Օսմանյան կայսրությունը արդեն փլուզվում էր, Թուրքիան դառնում էր ազգային պետություն, որտեղ պետքա լինեին միայն թուրք քաղաքացիներ եւ իրենք չէին հանդուրժում եւ շատ ցավոտ էին տանում, ես մի քանի փաստաթղթեր եմ կարդացել այդ շրջանից, իրենք շատ ծանր էին տանում կայսրության տարածքային ամբողջականության
կազմաքանդումը շատ ծանր էին տանում բալկանյան երկրների անկախացումը եւ հայերի պարագայում էլ ասում են Անատոլիայում մենք չենք կարող թույլ տալ երկրորդ Բուլղարիա եւ իսկապես հիմքերը կային արդեն ինստիտուցիոնալ ինչ որ բաներ էին արվում հայերի ինքնավար կյանքը Անատոլիայում ապահովելու համար մինչև առաջին աշխարհամարտը այստեղ արդեն հայկական գավառներում հատուկ եվրոպական միջամտությամբ հատուկ կառավարում էին մսրել, չէ, այստեղ պետք է գային նահանգապետեր, Հոֆը եւ Վեստենենկը, հա, եվրոպացի չինովնիկներ եւ այլն։ Առաջին աշխարհամարտը նպաստավոր պայմաններ ստեղծեց, որ հայերի անջատվելը իրենք կանխեն իրենց համար։ Որպեսզի այս թեման ավարտենք, այն որ հայերի մեջ այդ կասկածներն են գցում, դուք կարծում եք արդյոք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման ձևը, տրամաբանությունը, խոսույթները, դրանք նպաստում են, որ այդ կասկածները ավելի խորանան, թե հակառակը, այն ինչ անում է այսօր կառավարությունը, բացատրում է, որ հայը ունի իրավունք, հայը սխալ չի գործել, հայը թիկունքից, ինչպես սիրում են թուրքերը ասել, թիկունքից հարված էր, դուք մեր քաղաքացիներն էիք, թիկունքից հարված էր։ Նիկոլ Փաշինյանի ներկայիս քաղաքականությունը, կառավարության ներկայիս քաղաքականությունը, ինչպես է օգնում հայ հասարակությանը այս դժվար հարցում։ Որևէ կերպ չի օգնում, Նիկոլ Փաշինյանը շատ պարզունակ խնդիր է լուծում, փորձում է վերարտադրել իր իշխանությունը եւ նա դասական պոպուլիստ է, եթե առաջ իր իշխանությունը կարողանում էր սներ ավանդական հայկական արժեքներով, փորձում էր իրենով անել հաղթանակը, մեր, չգիտեմ, ավանդույթները, ցեղասպանության հիշողությունը, նա Հայաստանի միակ ղեկավարն է, որ ուղերձ է հղել Սևրի պայմանագրի արդի։ Տեսեք, պոպուլիստ է, այն ժամանակ այդ հնարավորությունը կար, Հայաստանը պարտված չէր, դուխով խոսում էր Սևրի պայմանագրի մասին։ Բայց հիմա հասկանում է, որ իշխանությունը չի կարա վերարտադրվի իր իշխանությունը այդ հին արժեքներով եւ հիմա ինքը ռազմահայրենասիրական շիզոֆրենիայից, սա իմ տերմինն է, անցում է կատարել պացիֆիստական շիզոֆրենիայի եւ դառնալով Թուրքիայի եւ Ադրբեջանի կամակատարը, այսինքն ինքը իր իշխանության աղբյուր, որպես այդպեսին առանցքային տեսնում է Թուրքիային եւ Ադրբեջանին։ Նա նաեւ հասկանում է, որ վերջին 150 տարիների տրամաբանության մեջ հայոց պատմության ինքը մերժելի կերպար է, ինքը տեղ չունի այս պատմության մեջ։ Պատմություն, որը տեսել է ազատագրական պայքար, ցեղասպանություն, ինքնապաշտպանական մարտեր եւ այլն, հազար ու մի բան։ Ինքը օտար տարա եւ հիմա ինքը փորձում է վերանայել այդ պատմությունը, ջախջախել այդ պատմությունը, ներկայացնելով որպես սխալ ընթացք եւ ստեղծել նոր իրականություն, նոր Հայաստան, որտեղ ինքը արդեն կլինի լեգիտիմ, ինքը կլինի ընդունելի։ Ես լսում էի ձեր հարցազրույցը չէր, մի շարք ունեիք դուք, կարծեմ, մի քանի տարի առաջվա շարք էր, որից դրանցից մեկի ժամանակ դուք ասացիք, որ Նիկոլ Փաշինյանը շատ խելացի եւ խորամանկ քաղաքական գործիչ է։ Այսօր եւս այդպես կարծում եք, թե ոչ, եթե այդպես է։ Նիկոլ Փաշինյանը այսօր արդեն ժամանակից շուտ է ոչ միայն նա, բոլորն են կարծես նախընտրական իրենց պայքարը սկսել, մտել են պայքարի մեջ, իր գիծն է տանում, մենք արդեն տեսնում ենք ձեռագիրը Նիկոլ Փաշինյանի խելոք եւ խորամանկ, ինչպես դուք ասում եք, քաղաքական գործչի ձեռագիրը։ Խելոք է եւ խորամանկ է։ Խելոք է եւ խորամանկ։ Դրանք կոմպլիմենտներ չեն, դրանք փաստի արձանագրում։ Դրա հետ նաեւ պոպուլիստ են ասում, տարբեր բաներ են ասում, դուք այդ երկուսն եք նշել։ Այսօր կարող եք ավելացնել դա։ Պոպուլիստ չի կարող լինել հիմար մարդը։ Հարցս հետեւյալն է։ Համարժեք պայքար Փաշինյանի հետ։ Խոսքը չի գնում ադմինիստրատիվ ռեսուրսների մասին,
այո, Փաշինյանը ունի այսօր ադմինիստրատիվ ռեսուրս, գուցե եւ ադմինիստրատիվ ռեսուրսի մեջ դրամական միջոցներն են մտնում։ Դա չունենալով խոսքը գնում է զուտ խելքի, խոսքի իր ձևով, այնտեղ մեր ձևով էին անում, իր ձևով, Փաշինյանի ձևով պայքարելու, քաղաքական պայքար վարելուն, ով կա քաղաքական դաշտում, որ կարող է համարժեք ձևով նրա հետ պայքարի դուրս գալ, գուցե դուք ասեք մեր քաղաքական ուժը, կամ մատնանշեք մեկ այլ, կամ ասեք ոչ ոք, անգերազանցելի է Փաշինյանը իր քաղաքական ոճի մեջ։ Իհարկե անգերազանցելի չի, բայց մինչև այս պահը արդյունավետ է եղել, եւ մենք կանխատեսում ենք, որ պահը կամաց-կամաց մոտենում է ավարտին։ Այսինքն նրա կառավարումը մոտենում է ավարտին։ Մենք դա տեսնում ենք։ Համարժեք պայքարի գործիք մենք առաջարկում էինք, որը ցավոք սրտի կյանքի չկոչվեց, ընդդիմության միավորում, միասնական ցուցակի ձևավորում, դա իսկապես կլիներ շատ ազդեցիկ գործոն իշխանությունը դիմագրավելու համար, բայց ոչ մեր մեղքով, ինչ-ինչ պատճառներով չստացվեց։ Այդ ինչ-ինչ պատճառները չեք բացի։ Ես գիտեմ, որ դա շատ խորն է, ցավոտ է, բոլորի համար ցավոտ է։ Եթե անկեղծ լինեք, բացեք, եթե անկեղծ, ես անկեղծության մեջ ձեզ ոչ անկեղծության մեջ չեմ կարող ոչ մի դեպքում մեղադրել, բայց կարող է չուզենալ, չցանկանաք բացել։ Մեղավորությունները տարբեր են տարբեր ուժերի պարագայում։ Հիմնական որոշների եզրակացությունը չունեն։ Հիմա ասեմ, որոշների պարագայում սխալ քաղաքական հաշվարկը, առանց աղոնները տալու ասեմ, որոշների պարագայում սխալ քաղաքական հաշվարկը, քաղաքական ոչ այնքան լուրջ պատրաստվածությունը, դա կա, իսկ որոշների մոտ էլ մենք տեսնում ենք հիվանդագին մոլերանտ էգոիզմ, մարդիկ կան, որ պատրաստ են ինքան բարդութավորված են, որ պատրաստ են ամեն ինչի միայն թե իրենց անվան կողքը գրվի վարչապետի թեկնածու ձևակերպումը էգոիզմն է։ Արմունկներով առաջ։ Հա, էգոիզմը եւ քաղաքական ոչ այնքան հասուն լինելը քաղաքական տեսանկյունից։ Այս երկու գործոններն են, սխալ հաշվարկը եւ այդ բարդույթները, որ ամեն մի փոքր կերպար իր աշխատասենյակում իրենց զգում է, չգիտեմ, ինչ-որ փոքրիկ վարչապետի թեկնածու է։ Այդպիսի մարդիկ էլ շատ կան, բայց նաև կան սխալ հաշվարկներ անողները եւ Հայաստանի քաղաքական դաշտը սխալ ընկալողները։ Դրա համար մենք չենք ասում, դրա համար մենք ասում ենք մենք չունենք վարչապետի թեկնածու, որպեսզի ցույց տանք, որ մենք այդ դուք ասելով ձեր կուսակցությունը թե այո, մեր ուժը Լուսավոր Հայաստանը չի առաջարկում դեռևս վարչապետի թեկնածու եւ մենք ասում ենք, որ սրանք վարչապետական ընտրություններ չեն, խորհրդանական ընտրություններ են եւ մենք չենք ուզում ժողովրդին ավելորդ նյարդայնացնել, կատաղացնել այդ վարչապետական այդ կաստինգին ինչպես եք դուք ֆեշն մրցավազքում, բայց մենք ունենք նախագահի թեկնածու եւ առաջարկում ենք Միքայել arczepiskopos Աջապայանի թեկնածությունը որպես նախագահ եւ այս ամենը բացատրում ենք մի քանի կետերով նախ ֆիքսում ենք ելակետը, որ Հայաստանի Հանրապետության ամենամեծ խնդիրներից մեկը մեր պետականության, որ մեր երկրում չկա եւ առանձնապես չի եղել իշխանությունների տարանջատման սկզբունք, այսինքն այդ մեխանիզմը չի գործել փոխզսպման եւ հավասարակշռման եւ հիմա մենք ունենք այնպիսի մի իրավիճակ, որ մի մարդ կարծում է, որ ինքը ամեն ինչ է եւ ամեն ոք, ինքը եւ գլխավոր դատախազն է եւ ոստիկանապետն է եւ բանակի հրամանատարն է եւ հիմա ուզում է կաթողիկոս դառնա։ Եվ մենք ասում ենք, այսպես չի կարելի, այս երկրում պետք է ինստիտուտները գործեն եւ տարանջատվեն իշխանության մարմինները գործադիրը օրենսդիրից եւ այս երկուսը դատական իշխանությունից, բայց այստեղ մի հատ շատ կարևոր գործոն կա, մենք առաջարկում ենք ուժեղացնել նախագահի ինստիտուտը, ճիշտ է դա ներկայացուցչական պաշտոն է, բայց հիմա մենք ունենք մի նախագահ մեր երկրում, որը վարչապետի աշխատողն է, ունենք մի նախագահ, որը նույնիսկ ցեղասպանության 111-րդ տարելիցի առթիվ ուղղակի չի եղել պատկերացնում եք եւ կարծում ենք, որ նախագահի պաշտոնում
պետք է լինի պատկառելի, հեղինակավոր, ազդեցիկ մի մարդ, որի խոսքը եւ աշխարհում եւ մեր հասարակությունում կունենա ազդեցություն։ Եվ միևնույն ժամանակ դա կլինի կտեղավորվի այդ իշխանությունի տարանջատման սկզբունքի լոգիկայի մեջ եւ կկաշկանդի վարչապետական ինստիտուտը, կկաշկանդի կառավարությանը եւ հարկ եղած դեպքում ուղերձ կհղի հայ ժողովրդին, օրինակ հայ ժողովուրդ հերիքա հանգստացեք, չի կարելի։ Մեր խնդրներից մեկը այն է, որ հերիք չէ արժեքներն են կազմակերպվում։ Նաև ստեղծել ենք այնպիսի մի միջավայր, որ մարդն է կազմակերպվում եւ այս երկրում չի մնացել որևէ հեղինակավոր մարդ։ Ոչ մեկ որևէ մեկին չի հարգում։ Ոչ մեկներ են ասում մեկը մյուսը։ Հա, տեսել եք, ասենք հեղինակավոր մարդիկ չկան, դա շատ լուրջ խնդրեմ է։ Չեն հարգում գիտնականներին, չեն հարգում գեներալներին, զինվորականներին։ Մարդիկ կան, նրանք չեն վայելում այդ հեղինակությունը երևի թե։ Իհարկե կան, հիմա որ չլիներ, մենք չենք առաջադրի նրանցից մեկի տեխնատությունը, որ կարծում ենք, որ ամենահեղինակավորն է եւ շատ տեղին է այս պայմաններում։ Նաեւ ես մերժում եմ էլի այդ կեղծ ինստիտուցիոնալիզմը, որ հիմա այդպես ինչ որ նստում են ուշ դեմքով ասում են մարդիկ կարևոր չեն, անհատները կարևոր չեն, պետք են համակարգային փոփոխություններ։ Սա իսկապես շատ կեղծ պսևդո առաջադեմ խոսակցություն է, որովհետև ինստիտուտ եւ ավանդույթներ ձևավորում են մարդիկ եւ ինստիտուտները արդյունավետ գործում են մարդկանց արդյունավետ ներգործությամբ։ Եվ հիմա եթե ունենանք նախագահի պաշտոնում Միքայել Աջապայան, նա իր կերպարով կձևավորի նաև ավանդույթ եւ արդեն հաջորդ նախագահն էլ կշարունակի այդ ավանդույթը եւ ես ուզում եմ ասել սա իհարկե մեր առաջարկն է, մեր նախաձեռնությունն է, բայց մենք չենք ուզում որ սա լինի մեր էգոիստական կուսակցական բան առաջարկը եւ սա նաև մենք դիտարկում ենք ընդդիմադիր դաշտի միավորման գործիք այս առաջարկը եւ այս օրակարգին միանան նաեւ մյուս ընդդիմադիր գործընկերները։ Բարի, ձեզ ես հիմա փորձեմ հակադարձել, ոչ թե պարզապես այդ հարցն է ցակում։ Դա կեղծ օրակարգ չէ արդյոք այս պայմաններում, երբ Հայաստանը նախագահական պետություն չէ։ Նա պարլամենտական է։ Պետք չի թերագնահատել ներկայացուցչական ինստիտուտի կարևորությունը։ Իհարկե ձեզ չեմ ասում, բայց մենակ Շուշտրի հայերի մտքով այլ է անցնում տենց ինչ-որ սահմանադրական լիազորությունների եւ առաքելությունների մասին սենց ինչ-որ հեգնանքով խոսել։ Հակառակը ես ցույց տվեցի, որ սահմանադրությունը ես ձեզ չեմ ասում։ Թելադրում է, որ պետք է լինի խորհրդարանական։ Բնականաբար ձեզ չեմ ասում։ Եվ վարչապետն է գլխավորում, չէ, կառավարում։ Բնականաբար ձեզ չեմ ասում, այդ ընդդիմախոսներին եմ ասում, որոնք չեն հասկանում, թե ինչ է ներկայացուցչական ինստիտուտը։ Նորից ասեք, ներեցեք, որ այդ եմ ասում, հա, այդ եվրոպական երկրները, որտեղ կան այդ ավանդական միապետությունները, ներկայացուցչական միապետներով, այդ եվրոպական կայացած պարլամենտական հանրապետությունները, որոնք ունեն հեղինակավոր նախագահներ, այդ կանը չեն հասկանում։ Բայց ինչի համար այդ պաշտոնը, ինչի համար են այդ պաշտոնները նախատեսել, ինչ են իրաց միապետներին պահում, ինչ են ներկայացուցչական լիազորություններով նախագահներ պահում։ Լիազորություն պետք է տակ, ճիշտ է, այդ պաշտոնը պետք է ինչ-որ ծանրություն ունենա։ Դրա համար մենք ասում ենք, չենք առաջարկում վարչապետ, չէ՞։ Առաջարկում ենք նախագահ, որպեսզի այդ ինստիտուտը կայանա մարդու հեղինակությամբ։ Հիմա տեսեք, մեզ համար առաջնային է տվյալ անհատի Միքայել Սրբազանի խոսքը, չէ՞։ Ինքը հիմա Հայաստանի միակ մարդն է, իհարկե շատ մարդիկ են հետապնդման ենթարկվում, բայց այդ շատ մարդիկ, նաև ընդդիմության առաջնորդներից ունեն խոսելու հնարավորություն, մամուլի ասուլիսներ են տալիս, հանդիպում են։ Իսկ Միքայել Աջապյանը զրկված է արտաքին աշխարհի կապից եւ նրան արգելված է խոսալ եւ շփվել լրագրողների հետ։ Ինչի՞։ Որտեղ այդ բոլոր ընդդիմադիրներից նա միակն է, որ խոսքով է քանդում այս իշխանությունը։ Եվ Նիկոլ Փաշինյանի հետ ասած Խոսքը ազդեցիկ է, հա։ Նրա խոսքը, այո։ Եվ Նիկոլ Փաշինյանի հետ ասած իրական հրեշը փաստորեն ինքն է։ Եռագլուխ չէ հրեշը։ Միքայել arczepiskopos-ն է բառը դրական իմաստով, որը խոսքով քանդում է համակարգամենք նաև մեր առաջարկը ինչ է ենթադրում մեծացնել մեր երկրում հայ առաքելական եկեղեցու դերակատարությունը կասկածի տակ չտնելով եկեղեցու եւ
Ամենայն հայոց կաթողիկոսի անկախությունը մենք կարծում ենք, որ մեր երկիրը սխալ ուղղությամբ է գնացել, առաջնորդվել ենք այդ կեղծ մեր ընկալմամբ կեղծ հոգևոր եւ աշխարհիկ իշխանությունների տարանջատման սկզբունքով, որը եվրոպական երկրներում շատ նորմալ կայացել է, բայց մեր միջավայրում ինչ-որ կեղծ նորաձևություն է դարձել, որտեղ երբ որ եկեղեցականները ուզում են ազգի ճակատագրի մասին խոսալ, մեկ այդ հիստերիկ արձագանքը քաղաքասարակությունից օրինակ սկսում է։ Եկեղեցին անջատ է պետությունից, բայց հասկացանք, որ եկեղեցին անջատ է, բայց եկեղեցին չի կարող ազգային խնդիրներից անջատ լինել։ Դու գնում եք Ղարաբաղի քայաթափում, ուզում եք ամենայն հայոց կաթողիկոսը ծպտուն չհանի։ Եվ այս առումով այդ հոգևորի եւ աշխարհիկի այդ եկեղեցու անջատ լինելու սկզբունքը մեր մոտ դեգրադացվել է եւ փոխակերպվել է ինչ-որ կեղծ նորաձևության։ Եկեղեցու դերը պետքա մեծանա մեր երկրում, պետությունը եւ եկեղեցին պետքա դաշնակիցներ դառնան, այլ ոչ թե իրարից մարգինալացած ապրեն ազգային խնդիրներ լուծելու համար։ Այն խնդիրները, որ ես նկարագրում եմ, այդ խնդիրների լուծումները մենք քաղաքական գործիչներով, ակտիվիստներով, լրագրողներով միայնակ չեն կարող լուծել, պետք է դիմենք եկեղեցու օգնությանը։ Իշխանությունները միշտ այդ թեմայով որ խոսք է գնում, նրանք ասում են մենք եկեղեցու դեմ ոչ մի բան չենք ձեռնարկել։ Եկեղեցականներ կան, մի շարք եկեղեցականներ, որոնք կարգազանց են, դե արդեն չկրկնեմ, գիտեք բոլորը, ինչ ասեք դրան, եկեղեցի, եկեղեցականներ։ Եկեք այս հարցին գովազդից հետո հենց հուշում են, որ գովազդ ենք, չնայած խոսակցությունը Գովազդը կարևոր բան է։ Գովազդային դադարից հետո սիրելի բարեկամներ վերադառնալու ենք տաղավար եւ Կարպիս Փաշյանի հետ շարունակելու ենք մեր զրույցը։ Մնացեք ինձ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 Սենսացիա։ Այ սենսացիան էսա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։
Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն ամփոփող, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք Կարպիս Փաշոյանի հետ, պատմաբան, քաղաքական վերլուծաբան, քաղաքական մեկնաբան, իսկ այժմ արդեն Լուսավոր Հայաստան կուսակցության պատգամավորի տեխնացում։ Եվ այսպես շարունակենք զրույցը, պարոն Փաշոյան։ Եկեղեցուն կանք։ Եկեղեցի եկեղեցականներ։ Ինչ ա ուզում Նիկոլ Փաշինյանը եկեղեցուց։ Նիկոլ Փաշինյանը ասում է, ես եկեղեցուց ոչինչ չեմ ուզում, տեսեք, ես ամեն շաբաթ գնում եմ մի եկեղեցի, այնտեղ խաչակնքվում եմ եւ պատարագին ներկա եմ լինում։ Ինձ մի ասեք, որ ես եկեղեցու դեմ ինչ որ քայլեր եմ։ Այ կան եկեղեցականներ, ասում է Փաշինյանը, որոնց դեմ է ուղված իմ պայքարը, իդեպ ծրագրի մեջ կա, որ ընտրություններից հետո նա այս լռությունը ժամանակավոր խախտելու է եւ շարունակելու է պայքարը եկեղեցականների կամ ձեր ասած եկեղեցու դեմ։ Եվ այսպես ձեր տեսակետը։ Հասկանանք թե ինչ ա ուզում եկեղեցուց Նիկոլ Փաշինյանը։ Հիշենք մի հեղինակի Էրնստ Կասիրերին, որը մի հատ հրաշալի գիրք ունի պետության միֆը, եւ ինչ ասում դիկտատուրան կառավարվում է ոչ միայն հրամաններով, որոնք ուղղված են պոլիցիային, հա, այսպես ասենք, այլ միֆերով։ Հիմա հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանի դիկտատուրան 21-րդ դարի դիկտատուրա է, միգուցե ավելի մարդկային դեմքով։ Եվ նա ոստիկաններին, ԱԱԾ-ին, գլխավոր դատախազությանը, քննիչներին հրամաններ իջեցնելուց զատ պետությունը կառավարում է, վերահսկում է, իր իշխանությունը ամրապնդում է այ միֆերի միջոցով։ Այսինքն ինքը բացառիկ տաղանդ ունի այս իշխանությունը միֆաստեղծման տեսանկյունից։ Եվ հիմա իր ստեղծած միֆերի ամենամեծ հակառակորդը հայ առաքելական եկեղեցին է, որը ունի սեփական միֆերի չգիտեմ, արդյունաբերությունը, ինդուստրիան, այսպես ասենք, եւ ի տարբերություն առանձին կուսակցությունների, առանձին քաղաքական գործիչների, մենք բոլորս լոկալ ենք եւ խոսում ենք մեր էլեկտորատների հետ, դա համազգային կառույց է, հազարամյա փորձառություն ունի եւ շատ լուրջ հակառակորդ է եւ Նիկոլ Փաշինյանի միֆերին ամենաարդյունավետ հակազդողը հայ առաքելական եկեղեցին է իր միֆերով։ Կամ այդ միֆ բառը մի քիչ բացասական իմաստ ունի, այդ միֆ բառը որպես բանա սուտի հոմանիշ չեմ օգտագործում։ Չէ, սուտի հոմանիշ չի, մի քիչ ավելի շատ բարդ եզրույթ է։ Լավ, փոխենք։ Փաշինյանի նարատիվները ունեն լուրջ մրցակից, դա հայ առաքելական եկեղեցու նարատիվներն են։ Պնդումներ վերցնենք։ Ահա, դիսկուրսները։ Եվ դրանով ինքը ուզում է կազմաքանդի այդ կառույցը, կազմաքանդի դրա համազգային նշանակությունը ստեղծի իր համար Հայաստանի հայ առաքելական եկեղեցի կամ Հայաստանի ինչ-որ մոտ կրոնական կազմակերպություն, որը նաև կկոչվի հայ առաքելական եկեղեցի եւ ենթարկեսնի իրեն, էլի, որ ինքը կարողանա դա վերահսկել, որ հիմա նոր ամենեն հայոց կաթողիկոսն այս նախագահի գլխավոր դատախազի եւ պարլամենտի խոսնակի պես ինչ-որ անորոշ եւ անհասկանալի անդեմ արարած լինի եւ պատարակի ժամանակ պարբերաբար օրինակ հիշատակի Նիկոլ Փաշինյանի անունը պատարակի ժամանակ խոսի այդ կեղծ խաղաղության մասին, այսինքն իր եկեղեցին դառնա իր նարատիվների
կամ ինչպես դուք ասացիք, պնդումների սպասարկողը եւ վերարտադրողը։ Չլինի առանձին ուժեղ կառույց, այսինքն մարդկանց ուղեղների վրա դուք ասում եք Նիկոլ Փաշինյանը ուզում է միանձնյա ունենա իր ազդեցությունը եւ թույլ չտա, որպեսզի եկեղեցին եւս լինի հեղինակություն, հա? Այդպես բարձր հեղինակություն։ Բայց դա չի ստացվում։ Չի ստացվում, որտեղ Նիկոլ Փաշինյանի ցանկացած քայլ առաջաբերում հակազդեցություն։ Իսկ եկեղեցականների խնդիրը, որ բարձրացվել էր կանոնազանց, դա իր խնդիրը չի, դա մեր խնդիրը չի։ Մեր ասելով դա աշխարհիկներին չի վերաբերվում։ Դա եկեղեցու խնդիրն է։ Մենք իրավունք չունենք խառնվել այդ խնդիրներին։ Այդ խնդիրներին չեն խառնվել սուլտանները, շահերը, կենտկոմի քարտուղարները, ցարերը։ Դա մեր խնդիրը չի։ Մեր խնդիրն է նա, լավ, որը մեկը չի հերքում, չէ՞ որ եկեղեցում կան խնդիրներ։ Կան չէ խնդիրներ, բայց այդ խնդիրները լուծել չի նշանակում եկեղեցին կործանել։ Նիկոլ Փաշինյանի թույլ տեղը, եթե դուք էլ ասացիք, եկեղեցին այո կարող է ունենալ խնդիրներ եւ Նիկոլ Փաշինյանը ոնց որ բռնել է այդ թույլ տեղին եւ փորձում է այդ թույլ տեղով քանդել ամբողջը այդ հեղինակություն գոչվածը։ Ոչ թե ամբողջ եկեղեցին, այնուամենայնիվ եկեղեցին չի քանդվում, ճիշտ է, մենք չենք կարող դրա մասին խոսել։ Չէ, շենքերի կործանման մասին չէ, շենքի չէ, ինստիտուտի մասին է խոսքը։ Բովանդակության հեղինակության մասին։ Բովանդակության ձևախեղման մասին է, հեղինակություն բառը շատ ճիշտ կիրառեցիք, հեղինակության կազմակերպման։ Հեղինակության կազմակերպման։ Լավ, բայց թույլ տեղը ինչ որ թույլ տեղ է գտել եւ այդ թույլ տեղից է վերցրել։ Ես հարցս նորից տեղափոխում եմ Փաշինյանին, այսպես կերպարի կամ որպես վարչապետի։ Նրա ուժեղ կողմերը դուք նշեցիք, ասեցիք խելացի է, խորամանկ է, իսկ թույլ տեղերը որն են Փաշինյանի, հաջորդը կլինի ձեր ուժեղ եւ թույլ կողմերը, ձեր կոնկրետ ձեր կուսակցության։ Հիմա Փաշինյանի։ Փաշինյանի թույլ կողմերը, ուժեղ կողմերը, սկսենք, հետո թույլերը։ Փաշինյանի թույլ կողմերը շատ բարդ հարց եք տալիս։ Ես փոքրիկ նախաբանով ասեմ, հիմա կարող է հոգնած այս տայներից հոգնած աղետներից մեկը մյուսին հաջորդող մեզ թվում է թե մեր առջև ունենք հզոր եւ անպարտելի իշխանություն, բայց այդպես չի։ Տարիների ընթացքում այս իշխանությունը իշխանական բուրգն է հալվել, մաշվել եւ նրա վերջը սկսել է արդեն իսկ երևալ։ Եվ այս համատեքստում Փաշինյանը ունի բազմաթիվ թույլ կետեր, խոցելի։ Թույլ եւ խոցելի կետեր։ Նա այնուամենայնիվ ամբողջի կառավարիչ է։ Նա արդյունավետ է կոնֆլիկտներում, խաղաղ եւ հանգիստ պայմաններում Նիկոլ Փաշինյանը անգործունյա է եւ տկար, խաղաղ դասական պայմաններում։ Նրան արդյունավետ գործելու համար անպայման պետքա բախում, պետքա հանրավակային ռեժիմ, անդադ պետքա կոնֆլիկտ։ Եվ դա նրան իսկապես խոցելի է դարձնում նաեւ նրա անհավասարակշիռը, խոցելի է դարձնում են, որ ինքը առաջնորդվում է քաղաքականության մեջ շատ հայտնի սկզբունքով ինտուիցիայով է ինքը առաջնորդվում, այլ ոչ թե հաշվարկներով։ Դա կոչվում է ստեղծագործական ինտուիցիա, որը բնորոշ է իդեպ շատ բռնապետների, որտեղ ինչ է այդ բռնապետները ասում են ես ամեն ինչ գիտեմ, ես վերևից ինֆորմացիա եմ ստանում, ես ամենակարող եմ, ես ամեն ինչ եմ, ես բեղավոր եմ, չգիտեմ ինչ եմ, հազար մի բան կարող ենք ասել։ Եվ սկսում են աշխարհին նայել եւ աշխարհի հետ կապված որոշումներ կայացնել զգացողություններով օժտված այդ մեսիականությամբ, այդ մոլարան մեսիականությամբ։ Իսկ դա նրան խոցել է դարձնում, որտեղ ինտուիցիայով չես կարող քաղաքականության եւ հատկապես պետության կառավարման գործում հաջողությունների հասնել։ Տեսեք, օրինակ, այդ մեթոդաբանությամբ ինքը տապալվեց պատերազմը, որտեղ պատերազմը գիտություն է, չէ՞։ Դրա համար պետք են հաշվարկներ, պետք են ճշգրիտ քայլեր, մոտեցումներ, եւ նրա այդ կառավարելու արվեստի
բացակայությունը լիակատար կրախի դատապարտեց, որտեղ ինքը առաջնորդվում է ինտուիցիայով, այլ ոչ թե քաղաքական հաշվարկներով, գիտական տվյալներով եւ վերլուծություններով։ Եկեք ավելի հստակեցնեմ ձեր պատասխանը, շատ հետաքրքիր էր։ Դուք սկզբում սկսեցիք նրանից, որ խաղաղ պայմաններում նա դժվար է այդքան փայլուն հաջողություններ արձանագրում, ավելի շատ կոնֆլիկտային իրավիճակ։ Իրան կոնֆլիկտապետ արդյունավետ լինելու համար։ Դա ըստ երևույթին եւ հիմա ասում եք պատերազմի ժամանակ նրա ինտուիցիան, ինչպես դուք նկարագրեցիք այդ իրավիճակը, իրեն դավաճանեց։ Եկեք տեսնենք, պատերազմը դա խաղաղություն չի, այսինքն երկրի ներսում կոնֆլիկտային իրավիճակում դուք ասում եք Փաշինյանը ձուկը ջրում է։ Բայց երկրի ներսում իսկ նույն կոնֆլիկտային վիճակը եթե երկրից դուրս է արտաքին քաղաքական դաշտում է, միջավայրում է, նա այդքան հաջողությունների չի հասնում։ Որովհետև միջպետական Այո, թե ոչ, հարաբերությունները հասնում է, թե ոչ, այսինքն ինչպես ներսում կոնֆլիկտային իրավիճակը ցանկացած տեղ Նիկոլ Փաշինյանի համար խոսքը միջպետական հարաբերությունների մասին չէ։ հիմա եկեք միջպետականում տեսնենք։ Ինչի համար եմ ասում, որովհետև Հայաստանը բավականին բարդ եւ ինքնաբավության խնդիր ունեցող խոցելի պետություն է, փոքր է, ռեսուրսները քիչ են եւ հարևան երկրների ղեկավարները լող չեն։ Այսինքն մենք ենք հասարակությունն լող ստացվում է։ Չէ, եւ քաշային տարբերությունները ակնհայտ են, այստեղ Նիկոլ Փաշինյանը երկրի ներսում պաշտպանված է ոստիկանությամբ, պաշտպանված է ԱԱՑ-ով, դատախազությամբ։ Իսկ Ալիևի եւ Էրդողանի դեմ հանդիման ինչով է պաշտպանված։ Հայաստանը ինքը ամենավատ բանը է։ Թրամփով, ասում է Թրամփը Եվրամիության Նիկոլ Փաշինյանը շատ բան է ասում, Թրամփը Եվրամիությունի Մակրոնը այդպեսի բան չեն ասել, կամ առնվազն այն ժամանակ չէին ասել, հիմա էլ չեն ասել։ Հայաստանի բարդությունը որն է, որ ինքը այդպես չհասկացավ։ Հայաստանը պետություն է կամ Հայաստանի ղեկավարը մարդը, որը չուներ միջազգային հարաբերություններում սխալվելու շանս։ Ֆրանսիայի նախագահը կարող է իրեն թույլ տալ սխալվել, որտեղ ինքը կունենա երկրորդ շանս։ Երևի ուզում եք ասել, Իրավունք։ իրավունք։ Սխալվելու իրավունք չէ, հնարավորություն։ Ֆրանսիայի նախագահը ունի միջազգային հարաբերություններ, որտեղ ինքը կստանա երկրորդ շանսը, երրորդ շանսը։ Ֆրանսիան այդպիսի Ֆրանսիայի ռեսուրսները այդպիսի հնարավորություններ տալիս են, իսկ Հայաստանի ղեկավարը միջազգային հարաբերություններում սխալվելու հնարավորություն, շանս չուներ, որովհետև մի փոքրիկ սխալը կարող հանգեցնել ռազմաքաղաքական կատաստրոֆայի։ Այսինքն այդ միջպետական հարաբերությունները ընդհանրապես համեմատելի չեն, ներքին հարաբերությունների մասին էի խոսում, ներքաղաքական։ Դրա համար ճշտեցի։ Որտեղ ինքը արդյունավետ է բնականաբար։ Տարանջատեցի, կոնֆլիկտը ոչ մի բոլոր կոնֆլիկտն այն վիճակներում։ Պետք է անդադ բախում, հանրավական ռեժիմ ներսում։ Դրսի տղաները շատ ավելի լուրջ են։ Բարի, ձեր ուժեղ եւ թույլ կողմերը։ Մեկ հարց տամ եւ հետո շարունակեք։ Ինչու են ասում, որ Էդմոն Մարուքյանը պրոռուսական է, Լուսավոր Հայաստանը պրոռուսական է։ Ինչ կասեք դրա։ Դա ստալինյան մեթոդաբանություն է։ Ինչ էին անում մարդկանց հետապնդելու համար, մարդկանց չեզոքացնելու եւ լրացնելու համար եւ որպես վերջնական արդյունք գնդակարելու կամ Սիբիրաքսորելու համար։ Պիտակում են որպես բրիտանական շպիոն, տրոսկիստ։ Իսկապես դա տոտալիտար մտածողության հետևանք է, ինչ որ մեկին լրացնելու համար, հակազդելու համար, ինչ որ պիտակում կպցնել։ Դա մեր կարծիքով ստալինյան, փոքրիկ ստալինիստների գործելավոճն է անկախ Հայաստանում։ Հա, այդ քաղաքական ուժին տվյալ։ Դա դե հիմա էլ դա հասկանում եմ, որ Ռուսաստանը կամ Ռուսաստանը նորաձև չի մի երկրում վարկանիշը բավականին ցածր է եւ ինչ որ մեկին, եթե ուզում են հարվածեն, ցավոտ հարված հասցնեն, ինչը մեր համար բնականաբար ցավը չի, ասում են ռուսամետ է։ Ինչով է ռուսամետ։ Ես չեմ հասկանում ինչով է։ Իր հայտարարություններում են տեսնում ինչ որ ռուսամետություն։ Ես Էդմոն Մարուքյանին կուղեմ այդ հարցը, որը իր անձին է վերաբերում։ Ես Լուսավոր Հայաստանի դա քարոզչական ռոպագանդիստական պատերազմի հնարք է, որը մեր համար դատապարտելի է, որտեղ ես այդ կատեգորիաները մերժում եմ։
արամետամետ, ռուսամետ եւ այլն, կա Հայաստանի Հանրապետություն եւ մեր մտածողությունը եւ մեր գործունեությունը պետք է պատտվի Հայաստանի Հանրապետության Պետք է շուրջը։ դա ուրիշ հարց է, մենք արձանագրում ենք, որ Եվ այնուամենայնիվ այդպես էլ կա, կա։ եւ այդպես էլ կա։ Նորից նա կարևոր բան եք ասում։ Եվ այդպես էլ կա։ Էդմոն Մարուկյանի իմ լուսավոր Հայաստանի համար կենտրոնականը Հայաստանի Հանրապետությունն է։ Եվ մենք չենք պատրաստվում ցածկոտել աշխարհակաղակական բևեռների միջև։ Վերջին հարցս։ Դուք ասում եք, Փաշինյանն ասում է, ինձ չընտրեք կլինի պատերազմ, դուք ասում եք, եթե Փաշինյանը լինի, խաղաղություն չի լինելու։ Լինելու է պատերազմ։ Ձեր հարցազրույցներից մեկում ասել եք, եթե Փաշինյանը լինի, խաղաղություն չի լինելու։ Նա հակառակն է ասում։ Պատերազմ պետք չի հասկանալ, որ անպայման պետք է թրջեն արկեր։ Եվ ավերվեն բնակավայրեր եւ մահանան զինվորներ։ Հայաստանի դեմ պատերազմը չի ավարտվել։ Նաեւ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության պատճառով։ Ես քիչ առաջ ասացի, այն ժամանակ պետք էր, որ մեր դեմ պատերազմային ռազմաճակատում հրետանու եւ ավիացիայի ցամաքային զորքերի օգնությամբ պատերազմում էին, բայց հիմա մեր դեմ պատերազմում են փափուկ ուժով եւ մշակութային էքսպանսիայի միջոցով։ Գիտեք, պատերազմը ծանր բան է, դու կարող ես պատերազմում պարտվել, կորցնել տարածքներ։ Ես հիմա որևէ տարածքի կորուստ չեմ լեգիտիմացնում։ Բայց շատ ավելի ծանր բան է, երբ որ թշնամին հակառակորդը օկուպացնում է քո մտածողությունը։ Եվ ստիպում է, որ դու մտածես, որ դու սխալ ես եղել, եւ քեզ ստիպում է, որ դու մտածես իր պես։ Եվ քիչ առաջ համեմատական եզրեր անցկացրեցինք ֆաշիստական Գերմանիայի միջև։ Այնտեղ տարբերությունն է, որ ֆաշիստները պարտվել են, որտեղ նացիստները չպարտվեն, իրենք երբեք հոլոկոստը չէին ընդունի։ Իսկ այստեղ ֆաշիստները հայաֆոբ, հայատյաց զանգվածները չեն պարտվել։ Բայց եթե մենք ենք չպարտվել, բայց եթե մենք պարտվել ենք, չի նշանակում, որ մենք սխալ էինք։ Պարտվել չի նշանակում սխալ լինել, սա մեկը միշտ պետք է ֆիքսենք։ Չի կարելի մտածել, որ եթե մենք պատերազմում պարտվել ենք, ինչ որ տգետ, կիսագրագետ գործիչների սխալ կառավարման պատճառով Ղարաբաղյան շարժումը սխալ էր։ Ղարաբաղյան շարժումը սխալ չէր, ինքը ժամանակին էր, տեղին էր եւ արդյունավետ էր։ Ինչն էր սխալ։ Ինչն էր սխալ։ Այսօր ինչն է սխալ։ Սխալները բազմաթիվ են։ Մեծագույն, մեկ սխալ։ Նիկոլ Փաշինյանի ամենամեծ սխալը։ Ես որ ասացի Հայաստանը սխալվելու հնարավորություն չունեցող երկիր էր, ամենամեծ սխալը գործվեց 2019 թվականին։ 19 թվականին։ Հարց սխալների սխալը։ Հիմիկվա բոլոր սխալները ճյուղավորվում են դրանից, երբ որ ինքը տապալեց բանակցային գործընթացը, Հայաստանում դրեց արտաքին քաղաքական այնպիսի իրավիճակում, երբ Ադրբեջանի հարձակումը, ագրեսիան սկսեց դիտարկվել լեգիտիմ։ Բանակցային գործընթացի տապալումից, բանակցությունների ժամանակ իրեն գժի տեղ դնելուց սկսեց այս ամեն ինչը։ Այսինքն հաղթաթուղթ տվեց Ալիևին, կարծում եք, այդ լեգիտիմացնելու իր հետագա այն ագրեսիան, որին նա 10-ավոր թվից պատրաստվում էր։ Այո, սխալներ շատ են եղել 98 թվականին, դրանից հետո, բայց կոնկրետ Նիկոլ Փաշինյանի պարագայում նա սպանեց 2019 թվականից սկսած Արցախը հայկական պահելու մեր հնարավորությունը։ Ես ասացի, որ վերջին հարցն է, բայց ճիշտ չասացի։ Վերջին հարցը լինելու է ով է ձեր ընտրողը։ Վերադառնանք ընտրություններին, ես մոռացել եմ այդ հարցը։ Ինչու պետք է նա ձայն տա ձեզ։ Արդյոք դուք կարծում եք, որ դուք կհաղթեք, թե դուք պարզապես ուզում եք առավելագույնս օգտագործեք այս նախընտրական շրջանը, ձեր տեսակետները, ձեր քաղաքական ծրագիրը, մտքերը հանրայնացնելու համար։ Մեր ընտրող են մարդիկ են, որոնք հաշ չեն այս իրականության հետ։ Ներողություն։ Այն մարդիկ, որոնք հաշ չեն այս իրականության հետ, որոնք համաձայն չեն Միչանսկին, համաձայն չեն հայ առաքելական եկեղեցու դեմ կիրառվող այս բռնաճնշումներին եւ համաձայն չեն, որ Հայաստանը դառնա Արևմտյան Ադրբեջան։
կա սոցիոլոգիան ցույց է տալիս մի մեծ զանգված, հատկապես երիտասարդության մեջ, որ այս հարցում մեր հետ համաձայն է, բայց չգիտեմ, շատերը չեն կողմնորոշվում ու ընտրեն, դեռևս մեզ լավ չեն ճանաչում, կամ եղածի մեջ չեն կողմնորոշվում, եւ հիմա մենք փորձում ենք գտնել այդ մարդկանց, որոնք հաս չեն այս իրականության հետ եւ բերել մեր դաշտ։ Ջուր խմեք, դուք միջանցքի թեմային այսպես հպանցիկ, Հպանցիկ ասեմ, չկա Ղարաբաղ, չկա Միջանցք, չկա Ղարաբաղ, չկա Միջանցք։ բացեք։ Մենք պատրաստ կլինենք անորոշել կապ Ադրբեջանի եւ Նախիջևանի միջեւ, եթե լիներ Լաչինի Միջանցքը եւ հայկական Արցախը կապված լիներ Մայր Հայաստանի հետ։ Այսինքն 9-րդ կետի ամբողջ տրամաբանությունը եթե աշխատեր, համարում եք դուք, իսկ դրա տրամաբանությունը հետեւյալն էր, այո, Լաչինը այնտեղ էր աշխատում, այստեղ էլ այս միջանցներ, բայց մի հատ փոքրիկ, այս փոքրիկ եմ նշումով, որ այդտեղ ռուսական սահմանապահները պետք է կանգնեն։ Այո, չկա Ղարաբաղ, չկա Միջանցք։ Թրիփ չեմ ասում, որ ամերիկացիներին չնեղացնեն։ Իսկ FSB-ն ինչ եք ասում, կանգներ, ասենք Լաչինը։ Եթե մենք ունենալու ենք հայկական Ղարաբաղ, հայկական բնակչությամբ եւ հայկական ամեն ինչով, այո։ Այսօր չունենք։ Ես հիմա բացահայտում չեմ անում։ Այո։ Դրա մասին խոսում եմ նաեւ այն ժամանակ, երբ որ Ղարաբաղը հայաթափված չէր։ Այսօր չունենք Ղարաբաղ, մենք չենք ունենալու Միջանցք։ Չենք ունենալու, թե չպետք է ունենանք ասում։ Ամեն ինչ պետք է անենք եւ այսպես վստահ եմ ասում։ Ամեն ինչ պետք է անենք, որ չլինի, չլինի Տրամփի ուղի, թե չլինի Միջանցք։ Չլինի Միջանցք։ Որտեղ կանգնած լինի նայագոնե, ասենք թե գոնե չեմ ասում, կանգնած լինի, ասենք FSB-ն։ Ոչ էլ FSB-ն, ոչ էլ Թրիփ։ Չկա Ղարաբաղ, չկա Միջանցք։ Շնորհակալ եմ։ Կներեք, աշխարհում բան է փոխվել։ Ինչ։ Իրանյան պատերազմ։ Ինչով է փոխել դա։ Եվ մենք չենք տեսնում ամերիկացիների հետևողական ներգրավվածություն եւ ամենայն հավանականությամբ այս հարցը մարգինալադառնալու եւ այն ինչ որ հիմա անվանում են Թրիփ, դա իրականում թուրքական նախաձեռնություն է։ Իրանը ինչպես է դրան վերաբերելու երկու տարբերակում եւս իրանյան պատերազմի ավարտի։ Եվ չգիտեմ, խոսում են հաղթանակի մասին Միացյալ Նահանգների, խոսում են հաղթանակի մասին Իրանի։ Հաղթանակի մասին այդքան խոսալ պետք չի։ Ակնհայտ է, եթե շատ կարճ ասենք, հասկանալ, որ մոտենում ենք ավարտին, Միացյալ Նահանգները չի կարողացել հասնել իր նպատակին, Իրանը կարողացել է պաշտպանվել։ Անորոշ ելքով պատերազմը։ Լավ, Թրիփի հարցն է մեզ անհանգ ստացվում, Իրանը ինչպես կվերաբերի այս իրավիճակում։ Չեմ կարող ասել, բայց Իրանի դիմանալը տարածաշրջանում բանա փոխել արդեն իսկ։ Բայց դա Իրանին է վերաբերում, Հայաստանին ինչպես Իրանը դա վերաբերում։ տարածաշրջանի ամենաազդեցիկ երկրներից մեկն է եւ սա պետք է հասկանալ։ Բայց իր կամքը կարող է թելադրել նաեւ այստեղ։ Կարող է թելադրել, բայց իմ պնդումը շատ էգոիստական է։ Չկա Ղարաբաղ, չի լինելու նաեւ Միջանցք։ Չպետք է դա թույլ տալ։ Չպետք է դա թույլ տալ։ Այո։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, պատմաբան, քաղաքական մեկնաբան, Լուսավոր Հայաստան կուսակցության պատգամավորի տեխնացու Կարպիս Փաշյանի հետ էի զրուցում ես Գայանե Արաքելյանս։ Բարին ձեզ։